Իրենք խաղաղության մասին կներեք խոսում են շեշտելով հետևյալը չեն կրակում սահմանին։ Դա հնարավոր է ասենք լինի համաձայնություն Ալիև-Փաշինյան, որ դե մինչև 2026-ը մի կրակեք, ժողովրդին մենք միասին համատեղ զույգը կխափի, հայ ժողովրդին կընտրվի, հետո ինչ կուզի կանի արդեն այն ահավոր ծրագիրը, որը հիմա դուք նաև կարծում եմ առիթ կլինի կխոսեք 300,000 ադրբեջանցիներ, արևմտյան Ադրբեջան, այսինքն կանցնի ծրագրի իրականացմանը։ Ես ձեր հարցին հարցով պատասխանեմ, չնայած սիրուն չի, բայց փորձեմ այդպես ու այդ հարցս իր մեջ պարունակում է նաև պատասխան։ Ինչքանով ենք վստահ որ չեն կրակում։ Արդյոք այս իշխանությունը Հայաստանի ժողովրդի հետ անկեղծ է։ Արդյոք չի խափում, արդյոք կրակոցները չի ներկայացում։ Մենք ունեցել ենք դեպքեր անցած տարի, եթե անգամ այս տարվա սկիզբ, որ լրագրողներից մեկը հրապարակեց տեղեկատվություն, անգամ տեսանյութ հրապարակվեց, որտեղ կրակոցների ձայն էր լսվում, պատգամավորներից մեկը քաղաքացիական պայմանագրի պնդեց, որ դա օդ են կրակում։ Ճիշտ է։ Այսինքն, եթե մենք չունենանք նման արտահոսքեր, չենք իմանա, որ կրակոց է եղել, որովհետև խիստ վերահսկողություն կա զինվորի նկատմամբ, ու այդ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն օրինակ նման տեղեկատվությունները չհայտնելու մասով։ Ես ունեմ մտերիմներ, ովքեր նաև պնդում են, որ իրենց կողմից վերբալ կա հրաման, որ անգամ հայացքով չնայեք ադրբեջանցի զինվորներին։ Եթե թույլ կտաք, ես մի շատ մտահոգիչ ինֆորմացիա հիմա նաև հրապարակեմ, Facebook-յան տիրույթում այս ինֆորմացիան պատտվեց եւ լրատվամիջոցների հարցազրույցների ժամանակ խոսվեց այս մասին, այնպես որ ես հղում եմ անում, ոչ թե ինքս այսպես բերել եմ ինչ-որ տեղից, կան վկայություններ, որ մեր զինվորները գնում են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից զննում անցնելու։ Դիրքեր կան, որ ասում է 2 օրվա սնունդ, 2 փամփշտատուփից ավելի ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Սա ինչ է։ Անկեղծ չունեմ նման տեղեկատվություն, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Բայց չեն կարող թե բացառել, որովհետև քանիցս արդեն մասնագիտական շրջանակների կողմից ռազմական գործիչների ասվել։ Դե շեշտեցի, որ կան մարդիկ, ես ունեմ ինձ վստահելի աղբյուրներ, ովքեր պնդում են, որ անգամ հայացքով չի կարելի նայել ադրբեջանցի զինվորներին։ Ու սա ասել է ինձ զինվորական մարդ ու որոշ այլ մարդիկ, ովքեր ծառայում են զինվորական համակարգում, այսինքն այստեղ չկա մեկ ընդհանուր պատկերացում, որ այն զինվորները, ովքեր ծառայում են առաջնագծում, ամբողջապես ունեն ապահովություն կամ այնպեսի բարենպաստ պայմաններ, որ հարձակման դեպքում գոնե կարողանան պատասխանվել։